Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամփոփել է անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։ Մայրաքաղաքի եկամուտները 2018 թվականից ի վեր աճել են 4 անգամ։ Եթե 2018 թվականին դրանք եղել են 22 միլիարդ դրամ, 2023 թվականին 30 միլիարդ, ապա արդեն 2025 թվականին այն հասել է 92 միլիարդ դրամի։ Միայն Ավինյանի պաշտոնավարման ընթացքում մայրաքաղաքի եկամուտներն ավելացել են 3 անգամ։ Թե ինչ գործոնների հաշվին է տեղի ունեցել սեփական եկամուտների աճը, Ռադար Արմենիայի հարցինի պատասխան քաղաքապետը մանրամասնեց։ Սեփական եկամուտները քաղաքի 2018 թվականից աճել են 4 անգամ, իսկ վերջին 3 տարիներին 3 անգամ, եւ հիմնական բաղկացուցիչները մի քանիսն են։ Առաջին հերթին իրականացող վարչարարությունն է եւ մասնավորապես շատ եւ շատ տնտեսվարողների ստվերից դուրս բերումը, եւ մենք գրեթե այսպիսի գործընթաց ունենք ոչ միայն Երևանի քաղաքապետարանի եկամուտների մասով, այլ նաեւ բոլոր մեր ենթակա հիմնարկների։ Քաղաքապետը նշեց, որ շատ մեծ ծավալ են կազմում շինարարության ոլորտից գանձվող տուրքերը։ Մոտավորապես նախորդ տարի դրանք եղել են 24 միլիարդ դրամի չափով, այս տարի դրանք եղել են 18 միլիարդ դրամից մի փոքր ավելին, եւ իրականում այն, որ սրանից առաջ Երևան քաղաքում կարելի ասել շատ մի անկանոն ինչ-որ տենց կառուցապատման process էր գնում, այս տուրքերի ներմուծումը մեր կողմից էականորեն զսպել է ախորժակները։ Քաղաքապետը ներկայացրեց նաև անցնող տարում իրականացված աշխատանքները։ 2025 թվականի հիմնական ձեռքբերումների թվում առաջինը մատնանշեց Կասկադի համալիրի վերակառուցումը։ Կասկադի նախագծի մեկնարկն է տրվել եւ իրականում Երևան քաղաքում այս խնդիրը մի քանի տասնամյակ է որ կա։ Կենտրոնական հատվածում Կասկադի կառուցվելու է մի ենթակառուցվածք, որը ծառայելու է քաղաքին, մենք ունենալու ենք 1000-ից ավել տեղանոց համերգասրահ, ունենալու ենք ժամանակակից արվեստի թանգարան, ունենալու ենք տարբեր հանրային տարածքներ, տարբեր ռեստորաններ, տարբեր հատվածներ, որոնք որ պատկանելու են Երևանի քաղաքապետարանին։ Այսինքն կենտրոնական հատվածը պատկանելու է քաղաքին եւ կարծում եմ սա շատ կարեւոր եւ մեծ ձեռքբերում է։ Ավինյանը մեծ ձեռքբերում է համարում նաեւ մեծ ծավալի կանաչապատման աշխատանքները։ Այս տարի նույնպես մենք էական ծավալներով ավելացրել ենք Երևան քաղաքի կանաչապատ տարածքները, մասնավորապես մեր մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքները 8 քառակուսի մետրից վերջին 3 տարիների ընթացքում ավելացել են եւ դարել է 8.5 քառակուսի մետր, որը որ արդեն իսկ կարելի ասել մոտ է առողջապահական համաշխարհային կազմակերպության ստանդարտներին, մենք հաջորդ տարի հատելու ենք 9 քառակուսի մետրի սահմանը։ Մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման համար, ըստ Տիգրան Ավինյանի, բացի ձեռք բերված 45 տրոլեյբուսից հարկավոր է եւս 30-ը։ Հարկավոր է նաեւ 249 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Պայմանագիր ունենք 45 նոր տրոլեյբուս գնելու հետ կապված, կանգառասրահներն ենք փոխում, նոր ավտոբուսային գծեր ենք ավելացնում։ Քաղաքապետը խոսել է նաև վերելակների փոխարինման ծրագրից։ 500-ից ավելի վերելակ է փոխարինվել մայրաքաղաքում։ Մնացել է 3 տարվա աշխատանք եւս եւ վերելակների փոխարինման ծրագիրը կավարտվի։ Երևանում 130 բակ է հիմնանորոգվել, կառուցվել են ֆուտբոլի դաշտեր։ Իրականացրել ենք 130 բակի հիմնանորոգման աշխատանքներ, ամեն տարի որակապես բարձրացնում ենք խաղահրապարակների որակը, խաղասարքերի որակը, կառուցել ենք տասնյակ ֆուտբոլի դաշտեր քաղաքում։ Նա անդրադարձավ մետրոյի աչափնյակ կայարանի կառուցման ծրագրին, հաջորդ տարի կառավարության հատուկ որոշում է լինելու։ Քաղաքապետն անդրադարձավ նաև, թե ինչպիսին է տեսնում Երևանը 5 տարի անց։ Երևանի զարգացումը 5 տարի հետո պատկերացնում եմ, որ մենք ունենք ներդրված էլեկտրոնային համակարգեր, այսինքն մեր խաչմերուկներում, որոնք որ նույնպես աշխատում են արհեստական բանականությամբ, մենք ունենք ամբողջապես գործող ֆունկցիոնալ հանրային տրանսպորտ, արդեն իսկ ձեռք բերված 250 մետրանոց ավտոբուսներով։ Քաղաքապետն ընդգծեց, վերջին 3 տարիների ընթացքում Երևան քաղաքում կենսապահովման ոլորտում արվել է այնքան աշխատանք, որքան երևի վերջին 20 տարվա ընթացքում գումարային միասին չի արվել։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։